Սիրելի ժողովուրդ, պետք է խոստովանեմ, որ վերջին 5 տարիները ազգային ժողովում այդքան էլ հաճելի չեն եղել մեղմ ասած մեզ համար։ Ընդդիմության աթոռները զբաղացրել էին թալանչիները, ստախոսները, զազրախոսները, երկու խմբակցություն կար, որոնց մեծամասնությունը անցնում են եւ մինչեւ հիմա անցնում են ապօրինի գույքի բռնագանձման օրենքով։ Եվ ես հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել մի մարդու, որը մեծագույն դեր է ունեցել եւ առաջնորդել է այդ զազախոսներին եւ թալանչիներին իրենց տեղը ցույց տալու դժվար եւ ծախսատար գործընթացը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան։ Ողջույն թանկագին սյունեցիներ, ո՞նց եք։ Սիրելի սյունեցիներ, նախ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս երկու օրերի ֆանտաստիկ դրական եւ ջերմ մթնոլորտի համար, որ դուք ապահովեցիք։ Այս երկու օրը, երբ մենք շրջում էինք Սյունիքի համայնքներով, ամենակարևոր բանը, որ ես զգում էի օդում, դա ժողովրդական իշխանության էներգիան էր, որը դուք տալիս եք մեզ։ Եվ ամենակարևոր արձանագրումը, որ ես ինքս ինձ համար արեցի, այն է, որ ժողովուրդ Հայաստանում փողի իշխանությունը պարտվել է ժողովրդի իշխանությանը։ Ով կմտածեր, ժողովուրդ ով կմտածեր օրինակ 10 տարի առաջ, որ ժամանակին անպարտելի թվացող մարդակեր օլիգարխները այսօր պոչները խուզած աղվեսի նման գլուխները կախ կգան ժողովրդի դուռը, որ ձայն խնդրեն ժողովրդից։ Ով կմտածեր, այն պարիսպները, որ նրանք կառուցել էին ձեզանից առանձնանալու համար, այդ պարիսպները այսօր կոտրված են եւ նրանք են գալիս ձեր դուռը։ Եվ երեք այդ փողի իշխանության մի ինքնահռչակ ուժեղ օլիգարխ վերբալ գլուխկոնձիներ էր տալիս ու այդպես էլ չէր կարողանում արտաբերել հաղթարշավ բառը։ Գիտեք ինչու չէր կարողանում, որովհետև հնարավոր չէ Հայաստանում որևէ հաղթարշավ առանց ժողովրդի մանդատի, որովհետև բոլոր նրանք, ովքեր կփորձեն Հայաստանում հաղթարշավ իրականացնեն, այդպես բուքսավատ են անելու ու տեղ չեն հասնելու, որովհետև ի վերջո դու կարող ես մարդուն տալ բարձրախոս, որ նա խոսի, բայց չես կարող տալ գաղափար, որ դնի խոսքի մեջ, որովհետև դու կարող ես խոսացողին առնել, բայց չես կարող գաղափարն առնել, որովհետև դու կարող ես մարդուն փող տալ, որ գա քո միտինգներին, բայց չես կարող մարդուն տալ կրակ, որ դնի իր սրտի մեջ, եւ այսօր ես այդ կրակը տեսնում եմ ձեր սրտերում եւ ձեր աչքերում։ Սիրելի ժողովուրդ, կեղծիկի եւ թալանի եղբայրությունը, որը դաշինք է կազմել պատերազմի, եռագլուխ կուսակցության դեմքով, ցանկանում է մեզանից խլել են նորածին խաղաղությունը, որը մենք ունենք, ցանկանում է ձեզանից խլել ձեր իշխանությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել խաղաղ եւ իրական Հայաստանը։ Եվ ժողովուրդ 16 թիվը հետաքրքիր սիմվոլիկա ունի։ 16 տարեկանում մենք ստանում անձնագիր։ Եվ 16 տարեկանը չափահասության ու նոր կյանքի մի հետաքրքիր անգրվան է։ Եվ հունիսի 7-ին գնալով եւ վերցնելով համար 16 քվյաթերթիկը մենք իրական եւ խաղաղ Հայաստանին տալու ենք իր անձնագիրը։ Եվ ուրեմն հունիսի 7-ին գնում ենք ընտրական տեղամասեր եւ վերցնում ենք համար 16 քվյաթերթիկը։ Ընտրություններ 2026-ին
Քվյաթերթիկ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։